Բարև ձեզ, ձեզ հետ բժշկուհի Արմինե Դավթյանն է։ Այսօր միասին կծանոթանանք այն լաբորատոր անալիզներին, որոնք կիրառվում են շաքարային դիաբետի ախտորոշման և տարբերակման համար։ Առաջինը առավոտյան քաղցած արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշումն է։ Եթե հետազոտության արդյունքը լինում է նորմայից բարձր կամ թեկուզ սահմանային, խորհուրդ է տրվում հետազոտությունը որոշ ժամանակ անց նորից կրկնել։ Քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարող է փոփոխվել մի շարք պատճառներով, որոնցից են ստրեսը, ֆիզիկական ծառաբեռնվածությունը, սննդային ծառաբեռնվածությունը, դեղորայքը, ալկոհոլը և այլն։ Ախտորոշում դնելու համար անհրաժեշտ է կամ մի քանի անգամ կատարել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշում, կամ որոշել ածխաջատային փոխանակության առավել հավաստի ցուցանիշ, ինչպիսին է օրինակ գլիկոլիզացված հեմոգլոբինը։ Գլիկոլիզացված հեմոգլոբինը էրիթրոցիտների հեմոգլոբինի գլիկոլիզացված ձևն է։ Քանի որ էրիթրոցիտների կյանքի տևողությունը մոտ 120 օր է, հետևաբար գլիկոլիզացված հեմոգլոբինը թույլ է տալիս գնահատել գլյուկոզայի մակարդակը ոչ թե հենց հետազոտության պահին, այլ նախորդող 3 ամիսների ընթացքում։ Հեմոգլոբինի գլիկոլիզացման աստիճանը կախված է հիպերգլիկեմիայի արտահայտվածությունից, այսինքն, որքան բարձր է հեմոգլոբինի գլիկոլիզացումը, այնքան օրգանիզմը վատ է վերահսկում արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Այս ցուցանիշը օրական տատանումներ չունի, կախված չէ սննդակարգից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, դեղորայքից, ուստի այս տեստը մեծ նշանակություն ունի շաքարային դիաբետի ախտորոշման, սկրինինգի, հիվանդների վիճակի և շաքարային դիաբետի կոմպենսացման աստիճանը գնահատելու համար։ Գլյուկոզայի տոլերանտության ցուցանիշ։ Եթե քաղցած վիճակում գլյուկոզայի մակարդակը երակային արյան մեջ 6-ից 7 մմոլ լիտր սահմաններում է, կամ օրվա ընթացքում, այսինքն ոչ քաղցած, 7-ից 10 մմոլ լիտր սահմաններում, կամ ռիսկի գործոնների առկայության դեպքում, ինչպիսիք է ընտանեկան անամնեզ, ավելորդ քաշ, թիրեոտոքսիկոզի առկայություն և այլն, այս թեստը օգնում է հայտնաբերելու ածխաջատային փոխանակության թաքնված խանգարումները։ Նախ որոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը քաղցած վիճակում, ապա 1 և 2 ժամ հետո։ Առողջ մարդկանց մոտ արյան գլյուկոզայի մակարդակը սննդային ծառաբեռնվածությունից 2 ժամ անց լինում է 7,8 մմոլ լիտրից ոչ բարձր։ Օրգանիզմում ածխաջատային փոխանակության ճիշտ պատկերը արտացոլող կարևորագույն ցուցանիշներից մեկը C-պեպտիդն է։ Այս հետազոտության միջոցով կատարվում է առաջի և երկրորդ տիպի շաքարային դիաբետերի տարբերակիչ ախտորոշում։ Առաջի տիպի շաքարային դիաբետի ժամանակ խանգարվում է ինսուլինի արտադրությունը։ Երկրորդ տիպի դեպքում առկա է ինսուլինը, սակայն բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ իջած է։ C-պեպտիդը առաջանում է պրոինսուլինի ճեղքման արդյունքում և հանդիսանում է էնդոգեն, այսինքն ներքին ինսուլինի արտադրության ցուցանիշ։ Առաջի տիպի շաքարային դիաբետի դեպքում C-պեպտիդի մակարդակը նվազում է, որը վկայում է ներքին ինսուլինի անբավարարության մասին։ Այսքանը, հարգելիներս, առողջ եղեք և տեղեկացված։